ժողովրդին մոլորեցնում են, չկա քաղաքական օրակարգ, դա Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականություն, որը որ նպատակ ունի տարածաշրջանում հայկական գործոնը վերացնելու։ Արցախի հարցը դա հայ ժողովրդի լուծած հարցն է եղել, այսինքն հայ ժողովուրդը շարունակում է սկսել շարժման արդյունքում ազատագրել է Արցախը ուժով, որը որ մի գրչի հարվածով այսօրվա կառավարիչը հանձնել է Ադրբեջանին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մարտական եղբայրություն միաբանությունում ենք, ես մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանն եմ, քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ, այսօր եւս քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Մասիս ջան։ Բարև ձեզ։ Բրյուսելում ստորագրվեց համագործակցության մասին փաստաթուղթ եւ ստորագրումից անմիջապես հետո նշվեց 3 հիմնական կետ, որոնցով կարծես թե իմաստավորվում է այդ փաստաթղթի գոյությունը։ Դրանցից առաջինը տնտեսական դիվերսիֆիկացիան է, երկրորդը վիզաների ազատականացման առումով, այսպես ասած, ակտիվացումը գործընթացի եւ երրորդը անվտանգային առումով ինչ որ օգնություն, օժանդակություն, որ ենթադրվում է Եվրոպան պիտի մատուցի Հայաստանին։ Ես կուզեի իմանալ ձեր կարծիքը անվտանգության առումով, երբ որ Եվրոպան ինքը, կարելի ասել, սպառող է, ինքը ՆԱՏՕ-ից վերցնում է այդ անվտանգությունը, մեզ ինչ պիտի տա։ Նախ այս փաստաթղթերը ինչ որ ստորագրվել է, սրան նախորդած այլ փաստաթղթեր կան, ինքը դրա տրամաբանական շարունակությունն է, երևի հիշում են մեզ լսողները, դիտողները, որ ժամանակին Սերժ Սարգսյանը եւ քաղաքականություններ վարում ու փորձում էր միանգամից երկու աթոռի վրա նստել, ինչքանով է դա հաջողվել, ինչքանով է ստացվել, դա մենք հիմա վայելում ենք։ Առաջիկա տարիներին մենք պետք է դա հասկանանք առհասարակ, ինքը լավ բան է, թե վատ բան է, այս պահին գնահատականներ տալ դժվար կլինի, այսինքն գործնականում թե ինչ կբերի դա մեզ, դա էլ հարց է, որովհետև Փաշինյանի ստորագրած, օրինակ մենք կարող ենք կանխակալ վերաբերմունք ունենալ Փաշինյանի քաղաքականությանը, որովհետև Փաշինյանը լիքը տեղեր ինչ որ բաներ ստորագրել է, լիքը տեղեր ինչ որ բաներ արել է, որը որ արդյունքում ի վնաս մեզ է եղել, որովհետև ցանկացած փաստաթուղթ, ցանկացած պայմանագիր դա երկու սուր կողմ ունի, դա ինչքան կարող է մեզ օգուտ տալ, այդքան կարող է վնասել, այլ բան է, թե ով է երկրի գլուխ կանգնած, կամ ովքեր են, ինչ թիմ է, ու դա իշա ինչի է ծառայեցնում։ Այս պահին մենք տեսնում ենք, որ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ցանկացած իրավիճակ ի վնաս Հայաստանի է իրականում, այլ մարդ լիներ, այլ թիմ լիներ, նման ցանկացած պայմանագրից կարող է օգուտներ քաղել։ Այսինքն Եվրոպան իր մասով, իր պատրաստակամությունը հայտնում է, որ ինքը Հայաստանի սատար է ուզում լինել։ Դրանից օգտվում է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսնում ենք, որ առայժմ չէ, Հայաստանի Հանրապետությունը այս պահին ծառայում է միմիայն թուրք-ադրբեջանական դաշինքին։ Միմիայն այս պահին իր ցանկացած գործառույթ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ոչ այլ ինչ։ Փորձեմ հակադարձել ենթադրյալ հակադարձողների խոսքերով։ Հիմա ինչ մի վատ բան կա, որ Եվրոպան փորձում է անվտանգային հարցերով մեզ օժանդակել, ինչ որ տրեյնինգներ է խոստացել եւ կարծես թե ոչ մարտական զենքեր։ Շատ լավ։ Եվրոպան իր մասով, ասում եմ, ամեն ինչ անում է։ Մենք դա ինչի համար ենք անում։ Այսինքն մենք եթե սպաներ պատրաստվեն Եվրոպայում, հա, եվրոպական այդ տարբեր պետություններում, շատ լավ է։ Ինչպես հիմա Հունաստանում օրինակ մեր սպաները վերապատրաստումներ անցնում։ Շատ լավ է։ Դա ինչի համար ենք անում մենք։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը, այսինքն ումից ենք պաշտպանվել, Վրաստանից թե Իրանից։ Եթե դու քո քաղաքականությունը կառուցում ես ամբողջությամբ ադրբեջանական տրամաբանության մեջ, մնացածը քեզ օգուտ չի տալու։ Ու Փաշինյանը ամեն օր ինքը գործում է ըստ Ադրբեջանի պլանների, ամեն օր մենք դա տեսնում ենք ու նույն օրերս, երբ որ ինքը հասուլիս տվեց Գերմանիայում, հա, հայլարագրողներին այդ ժամանակ էլ ինքը անդրադարձավ ամեն ինչ ցույց տվեց, որ իշա Ադրբեջանի ինքը պատրաստում է։ Ինքը կարելի ասել դարձել է արևմտյան Ադրբեջանի առաջնորդ։ Ալիևի տրամաբանության մեջ աշխատում, ինքը Հայաստանը վերածել է արդեն արևմտյան Ադրբեջանի ու ինքը որպես արևմտյան Ադրբեջանի առաջնորդ է հանդես գալիս, ոչ թե Հայաստանի Հանրապետության ղեկավար։
Հասկանալի է, փորձենք տնտեսական մասին անդրադառնալ խնդրի, իսկ տնտեսական առումով միանգամից մենք այսպես բողոքի ոչ թե նոտա, այլ մեղեդի լսեցինք Ռուսաստանի Դաշնությունից, Օվերչուկը մեզ արձագանքեց, թե ինչ որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Մեզ նորից ասում են, ընկեր, եւ չի լինի, կամ է, ընտրեք։ Սա էլ է կեղծ։ Առհասարակ։ Նախ մենք Օվերչուկի հայտարարությունները բազմաթիվ անգամներ լսել ենք, որը որ ներքևի օղակում ինքը մի բան է ասում, իրենց ավելի վերև կանգնածներ այլ բան ասում, բայց իրականությունն այն է, օրինակ վերջերս մի քանի ամիս առաջ մեր Գրիգորյանը, երբ որ Սանկտ Պետերբուրգում այդ Եվրասիական տնտեսական միության հավաքները ժամանակ ինքն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը մի քանի տոկոսով, ասենք, ավելացել է կախվածությունը Ռուսաստանից, եթե դուք չգիտեմ, տարբեր հարցեր կարգավորեք, օրինակ լոգիստիկ հարցեր կամ չգիտեմ ավելի հեշտացված կարգեր մտցնեք, մենք ավելի շատ կինտեգրվենք այդ բլոկին։ Հիշենք նաև Պուտինի հարցը Փաշինյանին, որ ասաց, գիտես, ինչքան է շրջանառությունը, Փաշինյանի պատասխանից հետո ասաց, չգիտես, ավելին է։ Հա, այսինքն հայ-ռուսական այդ տնտեսական հարաբերությունները Փաշինյանի օրոք մի քանի անգամ ավելացել են։ Այսինքն իրենք գնում են խոսում են, փաստաթղթեր են ստորագրում, բայց դրան տրամաբանորեն հակառակ բաներ են անում։ Իսկ ինչ մնում է, որ Օվերչուկը ինչ-որ բաներ ասում, հա, Օվերչուկը իր երկրի շահերից գնելով ինչ-որ հայտարարություններ անում է, բայց օրինակ մեզ համար պետք է դա նպատակ լինի, որպեսզի մենք կախված չլինենք միայն Ռուսաստանից կամ կախված չլինենք միայն Եվրոպայից։ Մենք պետք է մեր տնտեսությունը կառուցենք, ոչ միայն տնտեսությունը, անվտանգությունը, բան իշա Հայաստանի, այսինքն հայկական պրիզմայից պետք է նայել, Հայաստանից պետք է նայել, ոչ թե նայել Ռուսաստանից կամ նայել Եվրամիությունից Հայաստանի, այլ Հայաստանից պետք է նայենք, թե մեզ ինչն է ձեռնտու։ Մեզ որ շուկաներն են ձեռնտու, մեզ առհասարակ դաշնակցային հարաբերություններ ում հետ է ձեռնտու։ Սա ուղղակի հայկական իրականության մեջ որ մանկամտությունը մենք Հայաստանին նայում ենք կամ արևմուտքից կամ Ռուսաստանից։ Այլ տեսանկյունից չեն կարողանում նայել։ Մեր քաղաքական գործիչները բոլորը այդպես են։ Դե անկեղծ լինենք, մենք չենք կարող գրավել չինական շուկան։ Չինաստանը ինքն է բոլոր երկրների շուկաների նկատմամբ ագրեսիվ տրամադրված եւ հասնում արդյունքի, որովհետեւ ինքը կարողանում է քաղաքականությունը ձևակերպել այնպես, որ տնտեսապես մրցակցային հնարավորություններ չթողնի հակառակորդներին։ Աշխարհում 200-ից ավել պետություն կա։ Մեծ շրջապատող տարածաշրջանում, ասենք արաբական աշխարհը 500 միլիոն է։ Այնքան ինչքան Եվրոպական միությունը։ Մենք այս ամեն ինչ նորմալ ուսումնասիրած չունենք։ Մենք այս ամենի շուրջ չենք կարողանում ինչ-որ բան կառուցել։ Մեզ ամեն օր համոզում են, որ աշխարհում կամ Ռուսաստան կամ Արևմուտք ու դրանով սահմանափակում են։ Ու նայում են կամ Ռուսաստանի աչքերով, կամ Եվրամիության աչքերով, Ամերիկայի աչքերով։ Չէ, աշխարհը շատ բազմազան է։ Դա նման է ամեն ինչի, երբ որ օրինակ առաջին նախագահը ասում էր միջազգային հանրություն կոչվածը մեզ դեմ է, չգիտեմ ինչ, այսինքն ինքը տես կոնսոլիդացված մի բան չի։ Դա էլ էր խաբեություն, չէ՞։ Մենք տեսել ենք դա բազմաթիվ անգամներ, եթե միջազգային իրենց ասած հանրությունը այդպեսի գուր համաձայնություն ուներ, աշխարհում պատերազմներ չէր լինի։ Երբ որ բանը հասնում օրինակ պատերազմներին, ու մենք տեսնում ենք, որ բազմաթիվ տեղեր պատերազմներ կան, նշանակում է աշխարհը միատարր չի։ Աշխարհում տարբեր process-ներ են տեղի ունենում ու այդ ընթացքում մենք կարող ենք մեզ դաշնակիցներ ընտրել կամ հասկանալ, թե ում հետ պետք չի դաշնակցային հարաբերություններ ունենալ։ Բայց սրա համար պետք է ոչ թե նայես Ռուսաստանի աչքերով, այլ պետք է նայես Հայաստանի աչքերով։ Մենք մեր աչքերը փակել ենք, ուզում ենք Ռուսաստանի աչքերով քաղաքականություն վարել ու նեղանում, որ ինչ-որ բան չի ստացվում։ Ինչու է այսպես լինում։ Անդրադառնանք նաև վիզաների ազատականացմանը, որովհետև նշվում է, որ վիզաների ընթացակարգը, տրման ընթացակարգը այսքան բարդացել է հենց միայն դրա պատճառով, որովհետև ուզում են քաղաքական ենթատեքստ տան այդ ամենին, երբ որ ազատականացնեն, վերադարձնեն ելմանդիրք, այնպես ինչպես մենք ունեցել ենք, հա, եւ ասենք այն մարդիկ, ովքեր որ այս տարիների ընթացքում օգտվել են, տեսել են ինչ դժվարությունների առաջ են կանգնում եւ հիմա նորից քիչ շատ թեթևացել, ասեն, օ, տեսակ, աշխատեց։ Առհասարակ, եթե վիզաների ազատականացման process-ը առաջ գնա, դա միայն լավ բանի մասին է խոսում։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ինչքան շատ երկրներ թույլ տան ազատ վիզայի ռեժիմով, այնքան լավ։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Այլ բան է, թե դա
իրականանա կամ չի իրականանա կամ ինչպես իրականացնեն, որովհետև Փաշինյանը օրինակ մենք տեսել ենք բազմաթիվ անգամներ ինչ որ խոստումներ են տալ կամ ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք բերում, հետո հետևողական չեն լինում, այսինքն որ process-ները մինչև վերջ գնան։ Իրենք հետևողական քաղաքականություն չեն վարում։ Ցանկացած բան կարող է մի բան պայմանավորել, հաջորդ բանի լրիվ ուրիշ բան անել կամ դրան հակառակ բան, ոչ թե ուրիշ բան, այլ տրամաբանական հակառակ գործողություններ իրականացնել։ Այն որ Եվրամիությունը, Արևմուտքը այս պահին այսքանից հետո էլ մեր նկատմամբ բարեհաճ է, դա լավ է, բայց դա Փաշինյանի ձեռքբերումները չի։ Իրենք էլ իրենց համար, իրենց քաղաքականությունն են վարում, իրենց աչքերով, որ մենք պատկերացնենք, իրենք տեսնում են, որ մահմեդական աշխարհը, թուրքական աշխարհը փորձում է ծավալվել, ընդլայնվել։ Իրենք ինչ են անում, իրենք իրենց ամենաարևելյան հատվածում Հայաստանի, Վրաստանի վրա հենվելով փորձում են կանխել այդ ամեն ինչը։ Իրենց արևելյան դարպասներն են, չէ՞։ Կարող ենք ասել, որ Վրաստանի փոխարեն հիմա առաջնահերթ հենվում են հենց Հայաստանի վրա, որտեղ Վրաստանը կարծես թե հեռացել է։ Վրաստանը հեռացել է, իրենք փորձելու են։ Սա շարունակական է լինելու, այսինքն այս պայքար Հայաստան-Վրաստան մենք պետք է հասկանանք ինչի համար իրենք այդ ամեն ինչն անում։ Ու դա չվերագրել ոչ Փաշինյանին, ոչ նախորդներին, դա աշխարհաքաղաքական process-ներ են, որոնք որ տրամաբանական շղթայի մեջ են, այսինքն այդ հավաքական արևմուտքը իշահ իրենց փորձում է կանխարգելել վերահաս վտանգները։ Իր գործողությունները անում, մենք դրանից օգտվում ենք, թե չենք օգտվում։ Սա այլ հարց է։ Փաստաթղթի եւս մի արձագանք ստացանք Բաքվից, բողոքի աղաղակ բարձրացրեց Ադրբեջանը, թե Հայաստանի Հանրապետություն եւ ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ անունը կրող փաստաթուղթը, որը նախորդ շաբաթ Բրյուսելում ստորագրվեց, հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Եվ ահա Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայեր եզրույթը պիտի չօգտագործվի եւ այլն, մնացածը արդեն մենք գիտենք սովորաբար ինչ որ ասում են, դա կրկնել են։ Մենք երբ որ ասում ենք խաղաղության օրակարգ, չկա այդ օրակարգը իրականում։ Ադրբեջանի քաղաքականությունը միտված չէ խաղաղության։ Ադրբեջանը ցանկանում է նվաճողական քաղաքականություն վար Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Սրա մասին մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, արդեն հոգնել ենք։ Մեր քաղաքական ուժը, մարտական եղբայրությունը հիմնականում սա է ասել, որ ժողովրդին մոլորեցնում են, չկա խաղաղության օրակարգ։ Կա Ադրբեջանի ստիպված են կրկնել, որովհետև նույն գիծը իրենք հետևողականորեն տանում են։ Կա Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականություն, որը որ նպատակ ունի տարածաշրջանում հայկական գործոնը վերացնելու։ Սա պետք է մենք հասկանանք։ Ու երբ որ Եվրամիությունը օրինակ արցախցիների հետ վերադարձի մասին հարց է բարձրացնում, իրենք իրենց համար հավելյալ լծակներ են փորձում կիրառել Ադրբեջանին զսպելու համար։ Սա մենք պետք է հասկանանք։ Մեզ համար չի, հանուն բարության, արդարության չի, չնայած որ հավաքական տարեմուտքը բավական արդար է ինքը ցանկանում աշխարհը կառուցել, իսկ այս պարագայում նաև իր գործիքակազմն ավելացնում ճնշումներ գործադրելով Ադրբեջանի վրա։ Մենք դրանից օգտվում ենք, թե չէ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հակառակը փորձում է ինքը հանձնվել, փորձում է հանձնել Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի ձեռնտու տարբերակով, այսինքն Ադրբեջանը ինչը որ ձեռնտու է, ինքը այդ հարցերն է փորձում կարգավորել։ Այո, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ուղիղ ասաց. Ես 2025-ի օգոստոսի 18-ին ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Սա ասաց եւ զուգահեռեց կրկին Արցախը եւ Արևմտյան Ադրբեջանը։ Նորից ասաց, որ մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, իրենք էլ թող այլևս չասեն Արևմտյան Ադրբեջան։ Նախ պետք է հիշեցնեմ, որ Փաշինյանը, երբ որ ընտրվել էր, առաջի անգամ ասում էր, Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի քաղաքացիների եւ Ադրբեջանի քաղաքացիների համար։ Հիմա Արցախի հայերի համար այս տարբերակը ձեռնտու էր, թե չէ։ Ընդունելի բառներ կիրառում Փաշինյանը եւ ամեն դեպքում այո։ Հա, բայց ընդունելի չի։ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար, քաղաքացիների համար ձեռնտու չի, ընդունելի չի այս տարբերակը։ Միայն ադրբեջանցիների համար է սա ընդունելի։ Հիմա սա մեկնաբանություն չի ուղղակի։ Մենք երբ որ սա համադրում ենք, այս իր խոսքերը
բերում ենք այսօրվա հետ զուգահեռում ենք, հասկանում ենք, որ այս մարդը ուղղակի գործում է միայն Ադրբեջանի շահերի համար, միայն։ Մենք չենք տեսել իր քաղաքականության մեջ որևիցե մի քայլ, որը որ կես տոկոսով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի քաղաքացիների համար։ Մենք չենք տեսել։ Փորձենք մի քիչ ընդլայնել թեման, բացատրելով մեր սիրելի հայրենակիցներին, որ երբ որ չկան ակտիվ մարտական գործողություններ, կարևորագույնը հիբրիդային այս չավարտվող պատերազմում քարոզչական թեզերն են։ Եվ այս պահի դրությամբ մենք կարող ենք հստակ արձանագրել, որ Փաշինյանը տանում է Ադրբեջանի քարոզչական թեզերը։ Ադրբեջանը արհեստականորեն ներմուծեց Արևմտյան Ադրբեջան նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը տերմինը եւ հիմա դրան Փաշինյանը հակադրում է հազարամյակներով հայկական եղած Արցախը, այսինքն բացարձակապես անընդունելի համեմատական է դա, բայց Ադրբեջանի ձեռնտու եւ դա տանում է մեր երկրի վարչապետը։ Այս հարցի հետ կապված էլ մեր քաղաքացին առհասարակ մոլորեցնում են, թե ինչի է այդ Արևմտյան Ադրբեջան կամ ադրբեջանցի հետ, ադրբեջանցիները երբ որ Հայաստանում ապրել են, խոսքը գնում է առհասարակ 200 տարվա պատմության մասին։ Այսինքն 200 տարի առավելագույնը Հայաստանի այսօրվա տարածքում ապրող հայերին տեղը հանել են, տեղը բերել են թուրքալեզու բնակչություն լցրել, հետո դրանց նորից այստեղից հանել են։ Ու դա մենք չենք արել։ Մենք վերջնակետն ենք դրել, այսինքն վերջակետն ենք դրել այդ հարցին 88-ի ժամանակ ու իրենք են սկսել առհասարակ այդ process-ները, այսինքն էթնիկ զտումները Ադրբեջանից կես միլիոն հայ ազգությամբ հայ մարդ լքել է իրենց տները, մենք իրենց տրամաբանությամբ կարող ենք ասել Արևելյան Հայաստանից, Ադրբեջանին անվանենք Արևելյան Հայաստան, չգիտեմ, այդտեղից են հանել։ Եվ մենք շատ ավելի պատմական հիմքեր ունենք այդպես խոսելու եւ այդպես տերմիններ կիրառելու, քան իրենք։ Որտեղ որ Արցախը այդ process-ի մեջ չի եղել։ Արցախը ի տարբերություն օրինակ հեսա մեր Հայաստանի, որտեղից որ տեղահանություն եղել է, Արցախից ավելի քիչ եղել է տեղահանություն, հակառակ Արցախում այդ հայկական հետքը չի խզվել։ Արցախում մի քանի հազար տարի հայերը ապրել են։ Այսօր Էդմոն Մարուքյանն է լսում, իմիջիալից ինքը տենց ասում է Արցախը սովետական միության ժամանակ ինքնավարություն ունեցել, թվում է թե առաջացած ճշմարիտ բաներ ասում, բայց ինքը ելակետը վերցնում է սովետական միություն, այսինքն ստեղ էլ է մանիպուլյացիաներ տեղ ունենում, այսինքն իրենց համար բացի թողնում մելիքությունների շրջանը մնացած ամբողջ իրականությունը հիմնված է սովետական միության, ռուսական կայսրության տրամաբանության մեջ, այս էլ է խաբեությունը։ Արցախը մինչև էդ էլ ինքը անկախ կարգավիճակներից նույն մելիքությունների շրջանը դրանից առաջ էլ Արցախի հարցը այլ է։ Այո։ Ու բացի այդ Արցախի հարցը դա հայ ժողովրդի լուծած հարցն է եղել, այսինքն հայ ժողովուրդը շարժում է սկսել, շարժման արդյունքում ազատագրել է Արցախը ուժով, որը որ մի գրչի հարվածով այսօրվա կառավարիչը հանձնել է Ադրբեջանին։ Ու շարունակում է հիմա էլ սա զուգահեռել Արևմտյան Ադրբեջան տերմինի հետ, փորձել այս երկու հարցը միաժամանակ փակել։ Իրենք մեր շահերը անընդհատ զիջում են։ Այսինքն փոխանակ հարցակվողի դերում լինեն, այսինքն պահանջատեր լինեն, հակառակը հրաժարվում են, հետո հրաժարվածից մի հատ են հրաժարվում, մի հատ ավելի ներքևից են սկսում բանակցել ու եղած դիրքերն են փորձում զիջել։ Երբ որ իրենք ասում են նշաձող կիչ հասնենք, Արցախի նշաձող կիչ հասնենք, այդ ժամանակ բոլորը լուր մնացին, թե ինչ է այդ Արցախի նշաձողի չհասնելը։ Հիմա Արցախի չէ, Հայաստանի Հանրապետության նշաձողն են իջացրել։ Մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչը ինչ որ մեր իրականության մեջ հիմա քննարկման առարկա է դարձել, ու հիմա կասեմ այդ Օբերտոնի պատման ասվածը, ովքեր որ ծանոթ չեն թե ինչ է, բայց բացել են այդ թեմաները, հիմա բոլորը քննարկում են այնպիսի բաներ, որ սրանից 5 տարի առաջ չէինք էլ պատկերացնի, որ մենք կմտնենք այս օրակարգի մեջ, այսինքն կքննարկենք նման բաներ, կասեին հոգեկան հիվանդներ, ես ինչ են քննարկում։ Կիսատ պրատ հրապարակված փաստաթղթերի դրցակն են բացել, էջառեջ անցնում են, փաստաթղթի անվան տակ ներկայացնում են հրապարակախոսություններ, փորձում են դրանցով եզրահանգումների գալ եւ տեսնել, թե երբ է ճիշտ հանձնվել է եւ որքանով։ Եվ ինչպես փաստաթղթերի մեջ իմիջիալոս մի պահ կար, երբ որ Ամերիկան ողջունում էր Արցախի հարցի հետ կապված ստորագրված ինչ-որ փաստաթուղթ, որը որ առաջի փուլն էր Արցախի հարցի լուծման,
Բայց փաստաթուղթը չկա։ Հետո ասում են, որ չկա նման փաստաթուղթ չի եղել, այսինքն Սառնարանի ոտքի տակ լավ չեն նայել։ Իրենք հիմա էլ ասենք հիմարաբար, չգիտեմ, հերքում են Ամերիկայի հայտարարությունը, այսինքն Ամերիկան այն պետությունը չի, որ ինչ որ մի բան պետք է ողջունի, որը որ չկա։ Նամանավանդ մենք գիտենք, որ ԱՄՆ-ն այդ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահ երկրներից մեկն էր։ Պետք չի էլի ամեն ինչ վերածել ֆարսի։ Բայց հետ վերադառնալով անդադ մենք կրկնում ենք, որ այս փաստաթղթերը, որ հրապարակվել են, սա արդեն անցած բան է, չի կարելի սրա շուրջ օրակարգ կառուցել։ Իրենք փորձում են Արցախի շուրջ եւս մեկ անգամ օրակարգ կառուցել, անտագոնիստներ փնտրել իրենց համար, որպեսզի կարողանան 26 թվականի ընտրություններին հավանական թշնամի հռչակելով հակառակորդ ուժերին, ովքեր որ ներկայանալ հրեշտակի թվերով։ Բայց իրենք բոլորով են մեղավոր Արցախի կորստի համար։ Օրինակ նույն Սերժ Սարգսյանը ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչ արեց ինքը։ Սերժ Սարգսյանն ինչ արեց։ Կամ Ռոբերտ Քոչյանը, որ ում կենսագույն ակտիվորեն հանդիպում էր Արցախի ներկայացուցիչների հետ, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ բացատրում էր, թե ինչու է պետք անցնել այդ ամենը։ Եվ իրեն հակադրվելով էլ հայտարարել էր, թե Աղդամը իմ հայրենիքը չէ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց Աղդամը իմ հայրենիքն է։ Հիշում ենք, այդ ամենը հիշում ենք ինչպես Ալեն Սիմոնյանը հայտարարեց Աղդամը իր հայրենիքն է, միգուցե չի էլ խափում։ Աղդամը միգուցե իր հայրենիքն է, այսօր էլ իր հայրենիքը։ Պետք է հասկանանք Ալեն Սիմոնյանը ում է իրեն որպես հայ է իդենտիֆիկացնում, թե որպես ադրբեջանցի։ Նոր շերտեր են բացվում։ Հա։ Այս մարդկանց վարած քաղաքականության արդյունքում մենք կարող ենք նման եզրակացություններ անել, որ այո, Աղդամը իրենց հայրենիքն է, բայց ադրբեջանական աչքերով։ Այլ բան չես կարող ենթադրել։ Նշենք, որ թեման լավ մանրամասն ներկայացնում է Հրանտ Տեր Աբրահամյանը, կարող եք նայել իր շարքը եւ հիմնավորում է, որ հիմա արդեն երբ որ տեսնում ենք խաղաղապահների մտնելուց հետո ինչ է կատարվում, քիչ, գուցե ոչ 5 տարում, այլ 15 տարում, միևնույնն է, վերցվելու էր Արցախը մեր ձեռքից, եթե մենք մեր ուժին չէինք ապավինում, այլ ինչ որ խաղաղապահների կապ չունի, ինչ խաղաղապահների վրա ենք հույսերս դնում, հիմա արդեն չի կարելի քննարկել այս ամենը։ Շուտ հանձնենք, ուշ հանձնենք, կեսը հանձնենք, հետո այն մյուս կեսը հանձնենք, նույն բանն է լինելու վերջում։ Ադրբեջանական օրակարգով են իրենք էլ բոլորը գնացել բանակցությունների, այսինքն չեն գնացել հաղթողի դիրքերի, չեն գնացել հայկական շահը ներկայացնել։ Ադրբեջանը ասել է, չէ, ես համաձայն չեմ կռվի արդյունքների հետ, պետք է ինչ-որ բաներ տակ, գնացել են ասել, հա, ինչ-որ բաները ուզում եք տանք։ Սա առողջ տրամաբանություն չի, դե թող հիմա մերոնք գնան նման բաներ պահանջեն։ Մերոնք ամբողջը հետ տվեցին, ոչ միայն մաս-մաս տվեց։ Լինում, երբ որ պահանջում են։ Ահա Համբուրգի Փաշինյանի հայտարարությանի պատասխան Արցախի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեմ են եւ Արցախի հարցը փակված չի։ Ի պատասխան քննչական կոմիտեն խուզարկեց Արցախի ներկայացուցչության շենքը Երևանում, արգրավեց համակարգիչներ, ինչ են փնտրում, հայտնի չէ։ Եվ ընդհանրապես այս ինչ ներկայացում է 2020-ի պարտությունից հետո 2023-ի Արցախի լիարժեք հանձնումից հետո ինչ են փնտրում այդ համակարգիչներում։ Նախ Արցախի ներկայացուցիչները, ներկայացուցիչությունը որ կա, դա էլ է կեղծ իրականում կառույց։ Մենք տեսնում ենք, որ բան է, պիտի ներկայացնեն այդ մարդկանց շահերը ինչ որ ձևով։ Ինչ են ներկայացնում։ Դե փորձում են իրավական հարցեր բարձրացնել։ Ով է ներկայացնում, Սամվել Շահրամանյանը, հա։ Սամվել Շահրամանյանն է Արցախի ներկայացուցիչությունը։ Իսկ ով լինի։ Ով է վերցնում իր վրա, որ փորձենք այսպես ասած հակակշռել Սամվել Շահրամանյանին, անուն դնել իրեն։ Եթե կան այլ մարդիկ, ովքեր կստանձնեն այդ դերը, ես ուրախ կլինեմ։ Առավել մաքուր անցյալով մարդիկ այդ դերը վերցնեն։ Ոչ հակասական կերպարներ կոնեն։ Պետք չի առհասարակ մենք շարունակում ենք նույն սխալները։ Առանձնացնել Արցախը, արցախցիներին ու փորձել նման կերպով հարցեր կարգավորել, չկա առանձին Արցախի հարց։ Արցախցիների հարցը առանձին չկա, դա մեր հարցն է, բոլորիս հարցն է։ Հիմա դրա համար եմ ասում, իրենք նույն համակարգի մի մասն են, ու սենց բաժանելով փորձում են այդ հարցը առհասարակ մարգինալ հարց դարձնել ու փակել, մի կողմ գցել։ Մենք տեսել ենք այդ Արցախի ղեկավարությունը, թե իրեն ոնց է դեռ սովորել։ Ամբողջը տեսնենք, մեր աչքերը առաջ տեղի ունեցել։ Հիմա էլ բոլորով լծված են այդ հարցերը բաժանելու Արցախը, Հայաստանը, այս կողմ, այն կողմ, չէ,
կա մի հատ ընդհանուր Հայաստանի հարց։ Դրա համար օրինակ մեր քաղաքական ուժն ասում է, որ մենք այդ հարցի տերն ենք։ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ հարցի տերը լինի։ Մենք պետք է այդ հարցը կարգավորենք, Արցախցի կլինի, Սյունեցի կլինի, Շիրակցի կլինի, դա նույն հայն է, նույն Հայաստանն է։ Չեք կարծում, որ ավելի լավ մի մարմին ավել լինի, մի երկու հայտարարություն գոնե հայտարարության մակարդակում, մի գործ ավել արվի այս ոլորտում։ Սխալ է։ Այդ պետք է Հայաստանի Հանրապետության ղեկավարները անեն այդ հայտարարությունները։ Դե չեն անելու։ Չէ, որ չեն անում։ Դա նշանակում է, այսինքն մնացածն էլ բոլորը մաս են կազմում։ Ես օրինակ մեզ լսող արցախցիներին կխնդրեմ, չգիտեմ, առաջարկ կանեմ, որ երբ որ ընտրություններ լինի, գնացեք, տեսեք, ում համար Արցախի հարցը փակ չէ, ով է պատրաստ Արցախի հարցը վերցնել, ոչ թե ասել արցախցիների հետ վերադարձ ու չհստակեցնել, թե Արցախ ինչպես են հետ վերադառնալ, այլ կոնկրետ ում համար Արցախի հարցը փակ չէ ու ով ինչ է առաջարկում։ Գնացեք ձեր ձայնը տվեք այդ մարդկանց։ Մարտական եղբայրություն միաբանությունը հստակ ասում է, որ Արցախի հարցը փակ չէ ու առհասարակ առանձին Արցախի հարց գոյություն չունի։ Գոյություն ունի Հայաստան-Ադրբեջան խնդիր, որի մեջ նաև կա Արցախը, Արցախի թեման, բայց Հայաստան-Ադրբեջանի խնդիրները, հիմա Արցախը չկա թշնամանք շարունակում, պատերազմը շարունակվում է մեր նկատմամբ, այլ մեթոդներով է շարունակվում, բայց շարունակվում է։ Ադրբեջանը զինվում է, ում դեմ է կռվելու։ Դե երբեմն ասում են Ռուսաստանի, Իրանի։ Ասում են Ադրբեջանը դաշնակցում է Իսրայելի հետ, հետևաբար Իսրայելը իրեն պատրաստում է Իրանի դեմ հարձակման պլացդարմ որպես։ Ծիծաղելի է ամեն ինչը։ Բայց հայտարարում է, որ Սևանը գյուղ չէ։ Հայտարարում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, հա։ Դե համենայն դեպս էլ իրավական հող է պատրաստում, այնպես ինչպես ինքը բաց չի թողնում ոչ մի առիթ, որպեսզի հիշեցնի, որ Արցախը արդեն դուք ճանաչել եք, մի խոսեք Արցախի, առհասարակ Արցախ բառը մի ասեք։ Վերջերս Ռեոփեն մեդիան էր բացվել ոչ վաղ անցյալում, որքան գիտեմ, մոտավորապես 1 տարվա կյանք ուներ այդ մեդիան եւ մի այսպես տեսակապով հարցազրույց էին ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ, մեր ադրբեջանագետ մասնագետը եւ խոսքի մեջ ասել էր Արցախ բառը։ Ռեոփեն մեդիան դրա հաջորդ շաբաթը փակվեց։ Մեդիայի ղեկավար Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դա կապ չուներ այդ Արցախ բառի հետ։ Ադրբեջանական մեդիաները հայտարարում են, որ դա էապես կապ ուներ Արցախ բառը եթերում հնչեցնելու հետ եւ դա ուղիղ Փաշինյանի պահանջներ կամ Ադրբեջանի պահանջով մեր իշխանության ճնշումներ այդ մեդիայի վրա, չգնահատենք առհասարակ մեդիայի աշխատանքի որակը ու քաղաքական ուղղությունը եւ այլն, այդ ամենը այս պահին որևէ կապ չունի։ Եթերում հնչել է Արցախ բառը եւ դրան հաջորդող շաբաթում նվազագույնը վերակազմավորման պահանջ է ներկայացվել մեդիային։ Հիմա ոնց գնահատենք սա։ Հավատանք։ Պետք է շատ մանրամասնել այդ ամեն ինչ, արդեն ամեն ինչ պարզ է։ Այսպես նույնպես, այո։ Ես դրա համար եմ ասում, որ պետք չի առանձնացնել։ Այսինքն, եթե դու տեր ես կանում քո հարցերին, հա, առանձին չի այդ հարցը։ Մեր հասարակությունը սա պետք է գնահատի, հասկանա, թե ինչու այդ գործ ունենք։ Միջազգային հանրության համար ինչ որ հարցեր են քննարկել իբր թե Արցախը առանձին է, բայց ոչ մեկ երեխա չի, ոչ մեկ հիմար չի։ Ես ինքս 2 տարի ծառայել եմ Արցախում։ Ու այնպես չի, որ դա կամավորության սկզբունքով էր կամ ինչ էր, այսինքն մեկ բանակ էր ընդհանուր, ինչ է նշանակում, նույն անձնագրերն էր, նույն դրամներ, Կրթական ծրագրերը, նույն օրենսդրական համակարգը, նույն ոստիկանական համակարգը, ամեն ինչ կարելի է ասել նույնն էր, որոշ, այսպես ասած, սողանցքներ թողնված էին եւ այդ սողանցքներից ոմանք շատ լավ օգտվում էին եւ ամենայն հավանականությամբ թողնված էին հենց դրա համար, որ իրենք կարողանան օգտվել, բայց ընդհանուր առմամբ մենք մի երկիր էինք։ Ինձ հիմա ես ու իմ նման տասնյակ հազարավոր, եթե ոչ 100,000-ավոր մարդիկ ծառայել են Արցախում։ Հիմա ինձ ուզում են համոզեն, որ ես Ադրբեջանում եմ ծառայել կամ ինչ որ սխալ բան եմ արել։ Կամ դա առանձին ինչ որ երկիր էր, հա։ Խելագարվելու բան։ Չէ, անլրջացնում են, այսինքն հիմա էլ ասում են արցախցիները թող առանձին իրենց հարցերը բարձրացնեն։ Չէ, առանձին չեն կարող բարձրացնել։ Հենց սրա համար եմ ասում, արցախցիները իրանք չունեն առանձին իրենց հարցերը բարձրացնել։ Սա պետք է Հայաստանի Հանրապետությունը տեր կանգնի։ Որտեղ չի կանգնում, պետք է Հայաստանի Հանրապետությանը պահանջ ներկայացնել։ Իշխանությունից հեռացնել, չգիտեմ, այսօրվա իշխանությունը պետք է լավ է հնչում։ Հա։
Ոչ թե գնալա փորձել առանձին, դուք չեք կարողանալու առանձին հարցեր կարգավորել։ Առանձին էսա Փաշինյանը մտնում է, հա, այդ Արցախի ներկայացությունը ցերելու է։ Առանձին էս է անելու։ Մենք չենք տեսել, օրինակ Արցախի գեներալները ինչ են խոսում այս բանին, ինչ են արել։ Սսկված ամեն մեկը իր բիզնեսների գլխին կանգնած վիճակում է։ Ցավի սիրտ պիտի նշենք, որ այնպես չի, որ Հայաստանի Հանրապետության գեներալները եղած մարդիկ մշտապես։ Ես երբ որ ասում եմ Արցախի գեներալները, որովհետև Հայաստանում բոլոր գեներալները դարը Արցախով։ Ես չեմ ասում միայն արցախցիները, բոլոր գետ գեներալները դա արցախյան գեներալներ են իրենք։ Խնդիրն այդտեղ է եղել, դրանով են իրենք առաջ գնացել։ Դրանով են գեներալ դարձել։ Երբ որ ասում ենք արցախյան կլան, դա նկատի ունենք բուն արցախցիներին, արցախյան կլան, ովքեր որ այդ շարժման արդյունքում օրինակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ինքը արցախյան կլան է։ Ղարաբաղյան շարժումով եկա, Ղարաբաղ կոմիտեով։ Նույն Փաշինյանը ինքը այդ արցախյան կլանի մի մաս է, որովհետև ինքն էլ Արցախ ասելով եկավ։ Այո։ Հիշենք, որ ինքն ասում էր տեղի բնակչին չի վերաբերում, այդ արցախյան կլան, այսինքն իրենք դրանից ծնված կերպարներ են։ Այո։ Ու կլան է դարձել, որը որ Հայաստանի Հանրապետությունն էլ սկսել է ներսից քանդել։ Մենք այսօր ինչ ունենք, իրենց թեթև ձեռքով ունենք։ Ու այդ գեներալներն էլ հիմա ով ինչ է ասում։ Post factum հեշտ է։ Իրենց կենսագրությունները դրանով է ստեղծվել, այսինքն իրենք գեներալ են դարձել հենց Արցախի շնորհիվ։ Իրենք ազդեցիկ դեմքեր են դարձել հենց Արցախի շնորհիվ։ Ով է ինչ ասում։ Քիչ թե շատ Սամվել Բաբայանը, քիչ թե շատ ինչ որ հայտարարություններում, դա էլ ասում եմ, քիչ թե շատ։ Մյուսները բացարձակ։ Նույնիսկ եթե ասում են post factum ասելը հեշտ է, պետք է ժամանակին ասել եւ ժամանակին գործել։ Դրա համար ես առաջարկում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ չեն սիրում պարտվել, այն մարդիկ, ովքեր որ հավատում են, ձգտում են դեպի հաղթանակին, հնարավոր են համարում հաջորդ օր ավելի լավը դարձնելը, առաջարկում եմ եկեք միացեք մարտական եղբայրության, եկեք անդամագրվեք մեր միաբանության կողմից ստեղծվելիք կուսակցությանը, ազգային հեղափոխություն կուսակցությունը կգրանցվի ու մենք վստահ ենք, որ ազգային հեղափոխությունը իրականություն ենք դարձնելու։ Այո, դժվար է, այո, բավական զիջումներ են իրականացրել այսօրվա իշխանությունները մեզ համար բավական դժվար նախնական պայմաններ են ստեղծել, բայց ոչինչ անշրջելի չէ։ Ամեն ինչ հնարավոր է հետ շրջել, հնարավոր է ոտքի կանգնել, հնարավոր է հաղթանակներ կերտել։ Ես էլ կուզեի ավելացնել, որ չինարենում ճգնաժամ բառը մեկ հիերոգլիֆով է բնորոշվում, որը եւ ճգնաժամ է նշանակում եւ հնարավորություն։ Այս պայդրությամբ մենք տեսնում ենք հնարավորություն օգտագործել իրավիճակը եւ հասնել շատ որոշակի խնդիրների լուծման, բայց ձեր օգնությամբ, շատերի օգնությամբ ավելի արագ կլուծվեն այդ խնդիրները։ Սպասում ենք ձեզ։ Իսկ հիմա վերադառնանք մեր շաբաթվա կարևորագույն հարցերին եւ հերթական հարձակմանը մեր ազգի հիմքերից կարևորագույնին, որ հիմա մնացել է, դա եկեղեցին է եւ եկեղեցու նկատմամբ եկեղեցու դեմ տարվող պայքարը իբր կաթողիկոսին հեռացնելու համար այս շաբաթ եւս շարունակվեց։ Փաշինյանը դեկտեմբերի 7-ն էր ընկնում այս կիրակին, գնաց Գյումրի եւ Սուրբ 7 վերք եկեղեցում իր շրջիկ պատարակիչների խմբով, այսպես ասած, այդ ներկայացումը եւս մեկ անգամ բեմադրեց, ինչու ենք ասում ներկայացում, որովհետեւ այդ պատարականման արարողությունը տեքստից շեղվելով եւ երբեմն իրականացվելով արդեն կարգալույծ պատարակիչների ձեռամբ կարելի է ասել, որ արարողություն չեն։ Նաեւ երբ որ Փաշինյանին դիմավորում են ծափահարություններով, դա բացարձակապես պատարակի հետ կապ չունի, բոլորն ովքեր գիտեն ինչ է նշանակում պատարակ, գիտեն, որ եկեղեցում չեն ծափահարում, այնտեղ մտնող հավատացյալի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը ուղղակի որևէ կապ չունի հոգևորության հետ։ Նախապես հայտարարված եպիսկոպոսած ժողովն էլ հետաձգվեց։ Հասկանալի է, որ այս իրավիճակին լուծում տալու համար պետք է գումարվեր եպիսկոպոսած ժողով, բայց ամենայն հավանականությամբ, ինչպես նշվում է, եպիսկոպոսներին հարվածի տակ չդնելու եւ կալանավորվելու վտանգը իրենց գլխին ուղիղ չկախելու համար կաթողիկոսը որոշեց, որ կհետաձգի եւ արտերկրի մեր թեմերից եկող եպիսկոպոսները չեկան Հայաստան, չի գումարվի եպիսկոպոսած ժողովը, հայտնի չի երբ կլինի այն։ Երևի փորձենք կրկին վերջից գամ նախ ես օրինակ արժանահավատ չեմ համարում, որ դրա պատճառով եպիսկոպոսած ժողովը տեղի չունեցել, որովհետև 21-րդ դարն է հնարավոր է նաև հեռավար իրականացնել, հնարավոր է նաև այլ երկրում իրականացնել այդ եպիսկոպոսած ժողովը, եթե հարցեր կան լուծելու ու հրատապ հարցեր են սրանք։ Իրենք կարող են այս ամեն ինչը իրականացնել։
Իսկ ի՞նչն է խնդիրը։ Ես չեմ կարող ասել ինչն է խնդիրը։ Միգուցե փորձում են իշխանությունները պայմանավորվել, բայց վերջից գալով ասենք, որ նախ Փաշինյանը ստեղծել է նոր կրոն, սա քրիստոնեություն չէ, սա փաշինյանական կրոն է։ Սա աղանդ է նվազագույնը։ Նույնիսկ աղանդել ասել է, աղանդել չի։ Խեղկատակություն է, ինքն իրեն նախկինում հիշում ենք, որ համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ, հիմա էլ իր շուրջն է ձևավորվել։ Այսինքն մարդու պաշտամունք են իրենք իրականացնում։ Այս մարդիկ հավաքվել են, Փաշինյանին են սկսել պաշտել։ Սա հիմարություն է։ Տարիներ հետո կգրելու են, որ Հայաստանում մի հատ խեղկատակ է եղել, որը իրեն Աստված է հռչակել, իր համար պատարակներ է արել։ Մի զավեշտով ընդհատեմ մեկնաբանությունը, ուրեմն ազգային անվտանգության ծառայությունը մոտեցել էր հոգևորականներին եւ փորձել ճշտել, թե ով է պատրաստ, այսպես ասած, հեռացնել պատարակի կանոնական տեքստից այդ հատվածը, որը Փաշինյանին դուր չի գալիս։ Երբ լրագրողները հարցրել էին ուղիղ Փաշինյանի ցուցումով թե չէ, նա ասել էր՝ այո, ես չեմ ուզում այդ բառերը լսել եւ ցուցում եմ տվել, որ ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի այդ հարցով եւս։ Եվ մեր լրագրողներից մեկը զանգել էր ազգային անվտանգության ծառայություն, ներկայացել էր որպես ՀՀ քաղաքացի եւ ասել էր խնդրում եմ, որ իմ ցանկությամբ պատարակի տեքստից հեռացվի որոշակի հատված։ Ածականը բնականաբար շփոթվել էր, չէր իմացել ինչ պատասխանի, վերջը ասել էր գրավոր ուղարկեք ձեր հարցումը, տեսնենք ինչ ենք պատասխանում։ Միգուցե ընդհանրապես Սա իրոք արդեն հատում է տրամաբանության բոլոր սահմանները։ Ինքը խեղկատակություն է։ Ու ես ափսոսում եմ, որ հայ առաքելական եկեղեցում մարդիկ կան, հոգևորականներ կան, ովքեր որ մասն են կազմում այս խեղկատակության։ Շատ վատ է ամեն ինչը։ Ու ես կցանկանայի, որ դարձի կան այդ մարդիկ, չգիտեմ, խոհեմություն դրսևորեն, գնան այդ հարցերը իրենց ներսում պարզեն, չդարձնեն ծաղրուծանակի հայ առաքելական եկեղեցին։ Բայց ես հուսով եմ, որ եկեղեցին այս վիճակից դուրս է գալու։ Այսինքն 1700 տարվա պատմություն ունեցող կառույցը, որը անընդհատ առանց ընդհատման պատմություն ունի։ Միակ հայկական ազգային կառույցն է, որը արարողակարգ է պահպանել, հստակ արարողակարգ 1700 տարվա արարողակարգ ունի, ինքը նման իրավիճակներում չի կարող կործանվի։ Այսպիսի իրավիճակներ եկեղեցու գլխով էլի են անցել եւ բոլոր պարագաներում նույնիսկ թեպետ ունեցել են տարբեր լուծումներ, իրավիճակային լուծումներ, եղել են հակաթոռ կաթողիկոսներ, անդրադարձել ենք մեր նախորդ հաղորդումներում այդ ամենին եւս, բայց մնացել է անսասան։ Օսմանյան կայսրությունը տեսել, ցեղասպանությունը տեսել եկեղեցին, պարսկական կայսրություն, արաբական արշավանքներ, խորհրդային կարգեր, մողոլ թաթարական արշավանքներ, ամեն ինչի մեջով անցել է եկեղեցին։ Խորհրդային ժամանակներում եղել է մի շրջան, երբ որ եղել է միայն կաթողիկոսը եւ պահակ։ Պահակն էլ ամենայն հավանականությամբ հացական կգբ-իչնիկ են ժամանակվա։ Ու միայն խորհրդային միությունը չի ասում եմ 1700 տարվա մեջ ինչ ասես տեսել է։ Ու պահպանել է իրեն։ Ինչ որ մեկ Փաշինյան իր կյանքի խոսքի հետ անդամներով չի կարող ինչ որ լուրջ խնդիր առաջացնել, հա, այս բանի խնդիրներ կան, բայց դա նաև նրանց է, որ իրենց մեջ էլ իսկապես խնդիրներ կան ու պետք է իրենք վերանայեն իրենց քայլերը։ Հիմա մեր հասարակությունն իրեն ավելի խոհեմ է դրսևորում։ Հասարակությունը հավաքական կերպով ինքը օրինակ մեծ ատելություն ունի կոռուպցիայի նկատմամբ, հա, անարդարությունների նկատմամբ ու Փաշինյանք ինչքան փորձեցին մտնել անձնական կյանք, չգիտեմ, անկողին, մարդիկ դրան լուրջ չվերաբերվեցին, չգնացին, չտրվեցին այդ ամեն ինչին։ Այո։ Հստակ ցույց տվեցին, որ այդ մարդկանց անձնական կյանքը մի կողմ, եկեղեցու որպես այդպիսին կառույցի համակարգի անսասանությունը լրիվ մի կողմ։ Իրենք թքածում են, թե անձնականում ով ինչ անում։ Հայ հասարակությունը ցույց տվեց, որ տարբերում է առաջնային ու երկրորդային հարցերը։ Փաշինյանը սրանից էլ է հիստերիայի մեջ ընկել։ Իրեն կորցրել դրա համար ինքը չգիտի էլ ինչ անի, ինչ սենսացիա անի, ինքը սովոր է սենսացիաներով ինչ որ հարցեր կարգավորի ու հասկանում է, որ իր սենսացիաներն այլևս չեն աշխատում հայ մարդկանց մոտ։ Բացի դրանից խնդիրն այն է, որ այն անձնական հարցերը, որ ինքը դնում է, այսպես եզակի հարցեր չեն եւ այն մարդիկ, ովքեր միացել են իրեն, մեղմ ասած շատ ավելի խոցելի են այդ բոլոր առումներով, թե շնության, թե գողության, կոռուպցիայի եւ այլն եւ մնացած հարցերով։ Այնպես որ նույն խնդիրներով կարելի է իրեն հակադարձել։ Հա, բայց մարդիկ ավելի շատ ջղայանում են հենց կոռուպցիոն թեմաներով, այսինքն Արարատյանը թեմի առաջնորդին երեխաները այդքան էլ հետաքրքիր չեն, հա։ Արարատյան թեմի առաջնորդին ինչի չեն սիրում։
Ոչ թե նրա համար որ քին երեխա ունի, այլ որովհետև Bentley-ի համար եւ այն կոռուպցիոն սկանդալի, որի արդյունքում շատ որոշակի գործարարի իրենք ունեցել էին։ Հայ հասարակությունը ինքը գիտի ինչի վրա ուշադրություն դարձնի։ Իսկ Փաշինյանը այսօր ձախողում է իր սենսացիաները չեն աշխատում ու փառք Աստծո որ չեն աշխատում այլևս ինքը հասկանում է որ այդպիսով ինքը իշխանությունն է իրական կորցնում։ Բացի դրանից նկատի ունենանք, որ այս կուսակրոնության ավանդույթը որպես այդպեսին ներմուծված ավանդույթ է։ Մեր եկեղեցին ունեցել է ամուսնացյալ կաթողիկոսներ։ Մեր առաջին Գրիգոր Լուսավորչի տոհմից մենք ունեցել ենք մինչև 4-րդ կաթողիկոս, որ իր ժառանգներն են եղել սերնդեսերունդ։ Մարդիկ ինչ որ մի պահից թողել են ընտանիքը, անցել են արդեն կուսակրոն կյանքի։ Եվ նվազագույնը հիմա տարօրինակ է, թե ինչու է հենց դա վերցրել Փաշինյանը։ Հերթական անգամ նշում է, թե զեկուցում են KGB-ի գործակալի ինչ-որ կապիտանի եւ այլն, եթե այդպես է, ուրեմն կարող է մեր ԱԱՑ-ն կոնկրետ գործառույթ իրականացնել եւ որպես ագենտի, որպես գործակալի ձերբակալել, բայց այդպես չի անում։ Հետեւաբար խնդիր կա։ Սա էլի ադրբեջանական պահանջներ իրենք իրականացնում ու հիշենք, որ այս ամենը սկսեց մայիսին, երբ որ Փաշազադեն, այսինքն Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարեց, որ այստեղ իրենք բերվող ադրբեջանցիների համար պիտի հոգևոր Երևանի եւ Էջմիածնի Ղազիատ պետք է ստեղծեն, հա, եւ ասացին, որ հայ առաքյալ եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանում։ Ինքը խաղաղությանն է սպառնում ու դրանից մի շաբաթ անց սկսեց հալածանքներ եկեղեցու նկատմամբ։ Հուսանք, որ այս ամենից եւս դուրս կգանք պատվով եւ ամենայն դեպս պայքարի պատրաստ մարդկանց կտրվի հնարավորություն իրականացնել ծրագրերը, մեր ծրագրերը։ Դրա համար պետք է ուղղակի կազմակերպել եւ չհանձնվել, պայքարել ու հաղթանակը մեր է կլինի։ Լավն ասել։